Հայաստանում ձու արտադրող ամենախոշոր ընկերության պահեստն է։ Այստեղ առնվազն 2 օրվա ձվի պաշարներ կան։ Այն անընդհատ թարմացվում եւ բաժանվում է հանրապետության տարբեր խանութներում։ Վերջին օրերին Հայաստանում նկատվում է ձվի գնի աճ, ինչը պայմանավորված չէ դեֆիցիտով։ Խանութներում ամենալայն սպառման ապրանքներից մեկի՝ հավի ձվի գնի աճ է նկատվում։ Խոշոր սուպերմարկետների ցանցերի գներն են։ Այս պահին տուփով վաճառվող ամենամատչելի ձուն միջինում մեկ հատը 70-ից 75 դրամ է։ Վիճակագրական կոմիտեի վերջին տվյալով հունվարին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ ձվի 11,7% գնաճ է արձանագրվել, իսկ դեկտեմբերի համեմատ այդ գնաճը 3,5% է։ Խոշոր արտադրողի ընկերության ներկայացուցիչները նշում են, վերջին 5 տարվա ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ շուկայում արտառոց ոչինչ տեղի չի ունենում։ Սովորաբար գարնան կեսերից մինչև աշնան սկիզբ տեղի են ունենում ձվի պահանջարկի նվազում, բայց առաջարկը սովորաբար նույնն է լինում, եւ քանի որ առաջարկը գերազանցում է պահանջարկին, տեղի ունենում ձվի գների նվազում։ Եվ հակառակն է տեղի ունենում աշնան սկզբից մինչև գարնան կեսերը։ Տեղի ունենում պահանջարկի առաջարկի հավասարեցում գրեթե, որի արդյունքում ձվի գները նույն չափով բարձրանում են։ Եվ որևէ արտառոց դեպք տեղի չի ունենում, այդպես է գրեթե 5 տարի ու դրանից առաջ։ Ու դա տեղի ունենում ոչ միայն Հայաստանում, այլ նաև մեր տարածաշրջանի բոլոր երկրներում, օրինակ Վրաստան, Ռուսաստան եւ այլն։ Ընկերությունը վերջին անգամ ձվի գնի բարձրացում արել է հունվարին 5 դրամի չափով։ Միջինում 60-ից 65 դրամ են դարձրել խանութներին վաճառվող ձվի գինը։ Զատիկին ընդառաջ այլ բարձրացում նախատեսված չէ։ Արդյոք արտադրողները պայմանավորված են բարձրացրել։ Եթե դուք մտնեք խոշոր ցանցային խանութներ, կտեսնեք, որ գները նույնիսկ տարբեր են։ 5-ից 10%-ի շեղումներ կան տարբեր թշնաֆաբրիկաների վաճառքների գների մեջ։ Ընկերության ֆինանսական տնօրենն էլ նշում է, որ ձվի գնագոյացման վրա էական ազդեցություն ունի կերը, որը ներմուծվում է Ռուսաստանից։ 2025-ի աշնանը կերը թանկացել է։ Նաև ռուբլու արժևորումն է գների վրա բացասաբար ազդել։ Ձվի արտադրության մեջ կերը դա ինքնարժեքի մոտ 60%-ն է։ Դրա համար հենց հիմնական մասը կազմում է հենց կերի թանկացումը։ Թվերով ասեմ, 10% կերի թանկացումը բերում է 6% ինքնարժեքի թանկացմանը։ Իսկ եթե համեմատենք անցած տարվա հետ, կերերը թանկացել են մոտ 30%-ով։ Գները այդքան չեն բարձրացել, գների վրա ավելի շատ ազդում է շուկայական եւ սեզոնային գործոնները։ Մեր երկիրը հիմնականում ձվի արտադրությամբ ինքնաբավ է։ Կանոնավոր արտահանում կամ մեծ քանակի ներմուծում չկա, շեշտում է Արման Մարտիկյանը, հավելելով, այսօր եթե օրինակ Ռուսաստանից ձու ներմուծեն, այն ավելի թանկ կարժենա, քան տեղականն է։ Ձուն արագ փչացող ապրանք է եւ ճիշտ պահպանման դեպքում մինչեւ 25 օր է հնարավոր այն պահել։ Միևնույն ժամանակ թշնաֆաբրիկաները արտադրության ծավալը նվազեցնել չեն կարող։ Այն կազմակերպություններին, ցանցերին, ում հետ որ մենք աշխատում ենք, մենք մինչև այսօր էլ ապահովում ենք պատվերների 100%-ը եւ հույս ունեմ մինչև զատիկ էլ կարողանանք ապահովել, բայց ընդհանուր շուկայում, ձվի շուկայում դեֆիցիտի կամ ինչ որ ավելցուկի արկայությունը կախված է ոչ միայն մեզանից, այլ ամբողջ երկրում գործող թռչնաբուծական ընկերություններից։ Եթե բոլորը նույն այս քանակները ունենան ինչ որ հիմա կա, ես չեմ կարծում, որ դեֆիցիտ առկա կլինի։ Էկոնոմիկայի նախարարի մամուլի քարտուղարը լուրերին տեղեկացրել է, որ նախարարությունը չունի գնային քաղաքականությանը միջամտելու իրավասություն, քանի որ գները ձևավորվում են ազատ շուկայական հարաբերությունների հիման վրա։ Միաժամանակ նախարարությունից նշել են, որ տնտեսվարողները ներկայացրել են մի շարք պատճառներ, որոնք ազդել են գների որոշակի բարձրացման վրա, եւ դրանց մեծ մասը պայմանավորված է սեզոնայնությամբ։ Նրանք հավաստիացրել են, որ առաջիկայում իրավիճակը կկարգավորվի։ Մրցակցության եւ սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովից էլ լուրերին հայտնեցին, որ հետևում են զարգացումներին։ Անհրաժեշտության դեպքում կտրվեն պարզաբանումներ։ Նիկոլայ Ավետիսյան, Դավիթ Մաչկալյան, լուրեր։